Կարեն Սրոբիչը պետական գործիչ էր, և նրա արձանի հարցը պետական հարց է, պետական մակարդակով լուծվելու։ Եղել են մարդիկ, որ առաջարկել են, տարբեր չեմ մանում, կամ պայմաններով, կամ առանց պայմանների հատուցեն ֆինանսներ և կանգնեցնեն արձանը, բայց ես նման քայլի գնալ չեմ կարող, որովհետև իսկ բացումով պետք է անի։ Պատահական արձան չի, որ պատահած մարդը անի դա պետք է զբաղվի դրանով պետությունը։ Եթե կանեն իրենց օրոք, ով անի, դրանով կբարձրանա, հարգանք ձեռք կբերի հայության, չանեն, արդեն իրենց գործն է։ Ես ոչ հիշեցնում եմ, եթե չհարցնեիք, չի ասի, ոչ էլ խնդրում եմ։ Կարենը ինձ արգելել է, խնդրեմ ենդեղից։ Կարենը կարգել էր ինձ, որովհետև նա շատ հպարտ մարդ էր և համեստ մարդ էր։ Այդ երկու հատկությունները նրա հիշելով և իմ ինքնասիրությունը, նրա ինքնասիրությունը, ես երբեք չեմ հիշացնի։ Ինչ է նշանակում։ Դա երևի միակ ազգային հերոսն է աշխարհում, որը նորմալ արձան իր երկրում չունի։ Նույնիսկ սովետական ժամանակ հայրենիքում նորմալ կիսանդրի էին դնում, բայց դե կիսանդրին բոլորն են դնում։ Ինձ լուր հասավ, որ ուզում են կիսանդրի կամ տորս անել։ Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք, ոչ բացմանը կգա։ Ինչ է նշանակում 13 տարի սպասումների մեջ պահել, 3 հատ կոնկուրս հայտարարել, հետո կիսանդրի դնել։ Դա ասում են, կարճ ասած, լերը մուկ ծնեց։